Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ դեկտեմբերի 5-ի նիստում որոշեց 2 ամսով կալանավորել Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ Մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1 և 4-րդ կետերով։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինիրացնելը հանդիսադիր վայրում շահադիտական դրդմամբ։ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին, նրան մեղադրում են, թե իբր վերջինս 2018 թվականին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել։ Հավելենք, որ հենց դատավոր Մելքոնյանի որոշումներով են ավելի վաղ կալանավորվել Բագրատ և Միքայել arczepiskoposները, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը Գարիկ Գալեյանը։ Նկատենք նաև, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանն արդեն 4-րդ սրբազանն է, ով հայտնվում է անազատության մեջ։ Armenia Today-ը հարցում է իրականացրել Մայրաքաղաքում, քաղաքացիներից հետաքրքրվելով, թե ինչպես են վերաբերվում Արշակ Սրբազանի և մյուս բարձրաստիճան հոգևորականների կալանավորումներին։ Բացասական, ինչպես պետք է վերաբերեն Սրբազանին, ոնց կարելի է կալանավորել եւ որ մեղքի համար չապացուցված։ Ինչ է ուզում իշխանությունը դրանով ասել։ Այդ ավելի լավ է իրանց հարցնեք։ Ես ու դու լավ գիտենք ինչ են ուզում։ Իրանց հարցրեք, տեսնեք վերջին նպատակը որն է։ Վերաբերվելու բան չկա, իրան գիտեն իրանց գործը, մենք ինչ իմանանք ցավը տանը, մենք բան չենք իմանում։ Ցավալի է, չէ, նորմալ չի։ Իհարկե նորմալ չի։ Ինչպես կարելի է սրբազատների կալանալ։ Թողնենք արդար դատավարությանը։ Սխալ է նայել։ Ինչ է ուզում իշխանությունը ասել դրանով։ Գիտեմ, ես չգիտեմ ցավոտ։ Իմ համար միևնույն է։ Եթե խախտում արի, հա։ Հիմա այս խախտում անեմ նորմալ է, որ ես կարամ, ասենք, բռնենից տանեն քննչական, նորմալ է։ Քննչական գնացել ուրիշ բան։ Ուզում եմ ասեմ, եթե կարգ եմ խախտել հանցագործում եմ, նորմալ է, ինչ կապ ունի, ինչ չի կարա բան լինի։ Բայց ոչ մի կարգ չի խախտել։ Հետո թող պարզվի։ Լավ է փող ունեն, լավ էլ համբավ ունի եկեղեցին, սաղս էլ հավատում ենք եկեղեցուն, աջակցում ենք եկեղեցուն, հետևորդներն ենք, իրանք լավ էլ ուժ ունեն, ամենաուժեղ մոբիլիզացման հիմնարկը եկեղեցին է, երբ սենց անի աշխարհի հայերի կհավաքի։ Թող հավաքեն, փաստեր ներկայացնեն, ասեն Նիկոլ Փաշինյանը դավաճանեց եկեղեցին էլ, սաղիս էլ, ես իմ ինչեր արեց, ոնց հասկանում եմ իրար մեջ է, էլի։ Թե չէ ժողովուրդ ինչ ասի, ժողովրդի իր համար նստած նայում է, էլի։ Դուք ակտիվ մասնակցում եք Նիկոլ Փաշինյանի հետ պատարակների։ Ավելի շատ ում եք հավատում։ Բայց դուք ինչ գիտեք, ես ակտիվ Նիկոլ Փաշինյանի հետ տեսել եմ։ Որտեղ եք տեսել։ Պատարակի, հա, տեսած կարող է լինել ինչ։ Այո, հովանավակում տեսել եմ։ Ավելի շատ հավատում եք Նիկոլ Փաշինյանին, թե եկեղեցին։ Ես հավատում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու են մատյաններին, որ մեզ փոխանցվել ու եկել այստեղ։ Ես դրան եմ հավատում։ Մատյանը ով է բացում, ով է թերթում, ով է դրա վրա պահապան, ով է լույս դնում, որ չգողանան տանեն, այդ ուրիշ հարց է։ Մեր այդ ես հենց այդ ինչ ասեցի դրա կողմնակիցն եմ։ Իսկ նորմալ է ձեզ համար, որ պատարակների ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Դե զեղչվել բառը ի՞նչ է, զեղչվել ինչ է, ակցիա է, ինչ է, ինչն է զեղչվել։ Հիմա զեղչը ո՞րն է, ասենք, զեղչը, որ այսօր, չգիտեմ, եսին որ մոլում զեղչեր են ենթադրենք, ինչ, էդի ինչ, ես դրա բառը, ես բողոսը լոգիկան չեմ հասկանում, չեմ կարող պատասխանեմ այդ հարցին։ Ես ասում եմ, շրջանցում են անունը, հանում են։ Այս շրջանցում են, էդի ուրեմն, չգիտեմ, էլի, թող եկեղեցին ասի, իրանց կարգերը ոնց է, չեմ կարող ասեմ։ Շատ բացասական։ Շատ լավ արեց։ Եթե արդար է, նորմալ չի։ Եթե անարդար է, նորմալ է։ Իսկ արդեն 4-րդ սրբազանն է կալանավոր։ Այս ամենը ըստ ձեզ քաղաքականություն է։ Այո։ Դե չեմ կարող ասեմ, ուրեմն մի պատճառ կա։ Փաշինյանը լավ գործեր շատ է արել, բայց կներեք, Այս Փաշինյանի մասին չի խոսքը։ չեմ կարող ասեմ, ինչի համար են կալանավոր, որտեղ այս գործը չեմ հասկանում, չգիտեմ, չեմ զբաղվում։ Շատ վատ։ Արդեն հասել են սրբություններին։ Չգիտեմ, ով ինչի արժանի է, նա էլ պատիժը կրի։ Այսինքն մենք 4 սրբազան ունենք, ովքեր արժանի էին կալանավորվելու։ Ես քաղաքականությունից հեռու եմ, բայց եթե գտել եմ պետք է, ուրեմն պետք է։ Շատ վատ, բոլոր այդ սրբազանների նկատմամբ շատ վատ են վերաբերվում, որտեղ պետք չէր կպնել եկեղեցուն կամ ինչ-որ, չգիտեմ արդեն ինչ ասեմ, ուղղակի պետք չէր կպնել եկեղեցուն։ Ինչ է իշխանությունը կալանավորում։ Եկեք փակագծեր չբացեմ, ես ուղղակի չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ։
ես իմ նախատեսակն ունեմ, որ չէր կարելի ուղղակի։ Թե իմ անհատական մարդիկ Bentley ունեն, թե երեխեք ունեն, դա իրանց անձնականն է։ Բայց Bentley ունեցողը չի կալանավորվել։ Դե թո Bentley-ին կալանավորի։ Կամ այդ խանութները, որ այդ ցանցեր ունեն, դրանց կահան։ Ուղղակի զրկեն էլի։ Սեփականա զրկեն այդ իշխանությունները, դրանք ձեռից վերցնեն, որ չունենան ոչ մի բան։ Այ մամայս թոշակը պիտի տամ իրանց, որ իմանա որը որից է։ Լավ բարի որ կալանավոր։ Ինչու՞։ Պետեն ծախել։ Բայց ինչ է արել։ Բան չարել։ Չկա։ Այ չգիտեմ, դեմ որ բան արեի։ Ես մենակ այն գիտեմ, որ մեր անցածուկը, որտեղ գնաս ասես ինչ ազգես, ասում հայ եմ, հայը ինչով է տարբերվում, իր անցաթղթով, իր քրիստոնեությամբ, իր հավատքով չէ, իմ համար շատ կարևոր է հավատքը, որ մեր հավատքը չխեղաթյուրեն ուրիշ հավատքներով։ Ես այս ընդհանուր բանը կարամ ասեմ, որ ամենակարևոր հարցերից է, ու ինձ դա իրոք անհանգստացնում է, թե չէ այսօր ինչ են անում, նայեք, ինչ են անում, ես չեմ սիրում, որ անձերով խոսակցություններ արվի, հավատքն է կարևոր, քո անցաթուղթը, որը որ երբեք օտար երկրա հավատքների խղաթյուրության չպետք է հասցնեն։ Ոնց պետք է վերաբերվեն։ Շատ բաց։ Ինչ է ուզում իշխանությունը ասել սրբազաններին կալանավորել։ Ինչ ասեմ, ես շատ եմ իշխանությունների ինչ մանած են ասպատկով ինչ անձին, ինչ եմ որոշել։ Խելքներին ինչ պետք է անում են, ով ասկենում։